Եվ մենք շարունակում ենք հետևել վաղարշապատի համայնքապետի ընտրությանը, եթերում ABC լուրերի հատուկ թողարկումն է, ես Գառնիկ Մթաֆյանն եմ, բարի երեկո։ Ընտրությունն ավարտված է, ընտրատեղամասերում արդեն 1 ժամ է ընթանում է ձայների հաշվարկը։ Թե ինչ ելք կունենա վաղարշապատի ընտրությունը, պարզ կլինի ժամեր անց։ Ըստ Հայաքվեի ժամը 20-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 69866 բնակչից 31639։ Վաղարշապատի համայնքապետի ընտրությանը աննախադեպ մասնակցություն է գրանցվել Մոնթեավանում։ Ընտրելու իրավունք ունեցող 653 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 399։ Իսկ այս պահին միանանք իմ գործընկերոջը, որը հենց Մոնթեավանի 14 կոտորակ 47 ընտրատեղամասում է, հետևում է ձայների հաշվարկին։ Ձայների հաշվարկին ուղիղ միացմամբ կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում, իսկ մենք շարունակենք թողարկումը։ Ընտրության մեկնարկից սկսած դիտորդներն սկսեցին ահազանգեր հնչեցնել ընտրախախտումների մասին։ Կրկնակի միջնորդավորված ու ուղղորդված քվեարկություններից քարոզչության օրենքի խախտում։ Դիտորդական առաքելություն իրականացնող խմբերն արձանագրել են բոլոր տեսակի բազմաթիվ խախտումներ։ Մեկտեղել են խախտումները տեսանյութում Ես որսատություն եղավ ոստիկանի տանքեն կեցի տանով։ Մի խաղի տանով։ Սա Գեղարքեր գյուղն է, քաղաքացիական պայմանագրի թեկնածուի շտաբը նախընտրական գտնվում է ընտրական տեղամասից առածորեն 20 մետր հեռավորության վրա։ Ընտրական տեղամասի դուռը դիմաց կանգնած ոստիկան, մեր դիտորդն է կանգնած, ասել հեսա պատտվում ենք, տեսնում ենք շտաբի դուռը, մենք շտաբին ուշադրություն կդարձնենք, որ ընթացքում իմանա չի աշխատում, բայց ուշադրություն կդարձնենք, որովհետև չի բացառվում, որ շտաբը ոչ նպատակային օգտագործվում։ Ժամը 20-ի դրությամբ ներքին գործերի նախարարությունը ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել է 10 ահազանգ, այլ անձի փոխարեն քվեարկելու 1 և ընտրական կամ հանրաքվեի մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու 2 դեպքերով կազմել և քննչական կոմիտե է ուղարկել 3 հաղորդում։
Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Գոհար Մելոյանի խոսքով ուղղորդման դեպքեր են եղել, նույն մեքենան տարբեր ընտրողների է բերել տեղամաս։ Քաղաքացիական պայմանագրի ավագանու թեկնածուն նաև վստահված անձի բեյջ է ունեցել։ Սակայն ըստ Մելոյանի չեն եղել այնպիսի ընտրախախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքի վրա։ Ունենք այսպիսի արձանագրված իրավիճակ, արդեն գրեթե մոտ տասնյակի գերազանցող մարդիկ ահազանգել են հաշվառման ցուցակներում, իրենց հասցեներում անծանոթ մարդկանց հաշվառման հանգամանքը։ Սա լրջագույն ահազանգ է։ Մեր դիտորդները մի շարք տեղամասային կենտրոններում պարտադրել են, որպեսզի արձանագրվի գրանցամատյանում։ Ունեցել ենք դեպք, երբ հանձնաժողովի նախագահան հրաժարվել է այդ արձանագրումը կատարել, հիմնավորելով, որ դա տեղամասային կենտրոնից դուրս խնդիր է, մինչդեռ դրանք փոխկապակցված են, այո, իրավասու մարմինը ներքին գործերի նախարարությունն է, որը տալիս է ցուցակները եւ որի տվյալների հիման վրա դրանք ըստ էության կազմվում են, բայց նաեւ սա տեղամասի տարածք է համարվում եւ եթե քաղաքացին գալիս է եւ քաղաքացին արձանագրում է, որ իր բնակարանային հասցեում անծանոթ մարդիկ են գրանցված, ընդ որում դեպքեր ունենք, որ քաղաքացին պնդում է, որ նախորդ ընտրություններին արդեն այդ հաշվառման տվյալները առկա չեն եղել։ Ունեցել ենք, ասեցի, արդեն 10-ից ավելի դեպք ունենք, ահազանգ 10-ից ավելի քաղաքացի ահազանգել է, որ իր գրանցման հասցեում առկա են իր համար անծանոթ մարդիկ հաշվառված։ Ու ասեմ ավելին, ունեցել ենք դեպք, երբ մահացած մարդի տվյալ է վերականգնված եղել, ունեցել ենք դեպք, որ հաշվառված է եղել, մենք նախապես ցուցակները վերստուգում ենք, մեկ հասցեով 15-ից ավելի անձ, սակայն այդ հետքերով գնացել ենք, պարզվել է արցախցի մեծ ընտանիք է, ունեցել ենք դեպք, երբ մարդը ահազանգել է ու իրականում չի կարողացել նույնականացնել։ Բոլոր դեպքերում, այո, իհարկե։ Մասին է խոսքը, օրինակ մարդը ահազանգում է, որ իր տան վրա կան գրանցված քանի թվով քաղաքացիներ, երկու ունեցել ենք 4, ունեցել ենք 3, տարբեր թվաքանակների մասին է խոսքը, սակայն երկու տեսանկյունից ենք այս իրավիճակի մոտենում, մեկը մենք նախապես մոնիտորինգ ենք անում, տեսնում ենք, թե արդյոք կան հասցեներ, որտեղ 10-ից եւ ավել գրանցված հաշվառված մարդիկ կան, որովհետեւ Գյումրիում ունեցել ենք գրանցված հասցեներ, որտեղ 20+ բնակիչ է հաշվառվել։ Դա լրջագույն մտահոգության խնդիր է։ Եվ երկրորդ խնդիրը այն է, երբ քաղաքացին է մոտենում եւ ահազանգում, որ իր համար անծանոթ անվան անձինք են հաշվառած իր բնակելի հասցեներում։ Ասեմ ավելին, 3 անգամ թեկնածուներից մեկը ահազանգել էր, ով մասնակցում է ընտրություններին, որ անգամ թեկնածուի բնակարանի հասցեում իրենց համար անծանոթ մարդիկ են։ Իսկ ինչպես է ստացվում, որ մահացած մարդիկ կան ընտրական ցուցակներում։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետների Դավթյանն է պատասխանել այդ հարցին։ Մահացած անձի տվյալները դուրս են բերվում բնակչության պետական ռեգիստրից եւ համապատասխանաբար նաեւ ընտրողների ցուցակներից, երբ որ լիազոր պետական մարմինը ունենում է ինֆորմացիա, որ անձը մահացած է։ Սա բնականաբար ինչ-որ գործողություն է ենթադրում, որ այդ ինֆորմացիան փոխանցվի տվյալ դեպքում միգրացիա եւ քաղաքացիական ծառայություն։ Փոխանցվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից։ Եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը ժողովրդի կենցաղային լեզվով ասած չի ունենում եւ մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից։ Որ դեպքերում է նման իրավիճակ ստեղծում, երբ ոլորտի լիազոր մարմինը չունի գրանցված մահվան մասին ինֆորմացիա։ Երբ մահը գրանցվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, հուղարկավորությունը կատարվում է սահմաններից դուրս կամ նույնիսկ անկախ այդ հանգամանքից, երբ Հայաստանի Հանրապետությունում հարազատները ձեռք չեն բերում մահվան վկայական։ Այդ պարագայում անձը մնում է այնքան, մինչև ընտանիքի անդամը կամ որևէ հարազատը, սովորաբար դա լինում է ժառանգության համատեքստում, երբ ժառանգության հարցերով են ընտանիքի անդամները զբաղվում, այդ ինֆորմացիան հայտնի են դարձնում լիազոր մարմնին։ Ես նշեմ, որ հենց այս նպատակով նաև նախարարի հրամանով, ներքին գործերի նախարարի հրամանով համայնքային ոստիկանները տևական ժամանակ մինչև ընտրությունները շրջում են հասցեներով նման դեպքերը բացահայտելու, համապատասխան արձանագրություններ կազմելու համար, բայց իհարկե 100%-անոց արդյունք հնարավոր չի լինում ապահովել, որովհետև ձեռքով աշխատանք է, ավտոմատացված չէ։ Մի քանի րոպեով խափանվել է 14 կոտորակ 8, 14 կոտորակ 13 եւ 14 կոտորակ 8 եւ 14 կոտորակ 13 ընտրական տեղամասերի էլեկտրամատակարարումը։ Այժմ երկու ընտրատեղամասում էլ այն վերականգնվել է, հայտնել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Էլեկտրամատակարարման խափանման պահին տեղամասերում ներկա են եղել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ եւ դիտորդներ։
Իսկ մինչ ընթանում է ձայների հաշվարկը, վերհիշենք, թե ովքեր են Վաղաշապատի համայնքապետի պաշտոնի հավակնորդները, քաղաքական որ ուժերն են մասնակցում ընտրությանն ու ովքեր են առաջին համարները։ Քաղաքական 8 ուժ պայքարում է Վաղաշապատի համայնքապետի աթոռի համար։ Առաջին համարը գլխավորում է հաղթանակ դաշինքը, թեկնածուն Սևակ Խաչատրյանն է։ Խաչատրյանն Էջմիածին քաղաքում է ծնվել, 37 տարեկան է։ ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ է եղել, այնուհետև ՀՀԿ խորհրդի անդամ դարձել։ Վաղաշապատի ընտրությանն իր թեկնածությունն առաջադրել են առաջ եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության դաշինքը։ Երկրորդ համարը համահայկական ճակատ կուսակցությունն է, թեկնածուն Արտյոմ Սիմոնյանը։ Համահայկական ճակատ կուսակցության առաջնորդը պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է։ Կուսակցության թեկնածու Արտյոմ Սիմոնյանը 42 տարեկան է, ինչպես Սիմոնյանն է նշում հարցազրույցներում, բացարձակ հաղթանակի է ձգտում։ Այդ ձգտումն ունի նաև Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը, նա ցուցակի 3-րդ համարն է։ Նա Էջմիածնում է ծնվել, սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, չի աշխատում։ Առաջադրող կուսակցության նախագահն Արամ Սարգսյանն է, այս ուժը պատրաստ է համագործակցել քաղաքացիական պայմանագրի հետ, եթե ՔՊ-ն ձեռք մեկնի սեղմելու։ Չորրորդ համարի թեկնածուն Գրիշա Հարությունյանն է, նրա թեկնածությունն առաջադրել է Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը։ Գրիշա Հարությունյանը Վաղաշապատ քաղաքում է ծնվել, նա Դողս մարկետ ՍՊ-ի տնօրենն է։ Հարությունյանը հայտարարել է 8 անշարժ կույք, դրանցից 2-ը բնակարան է, 3-ը թողամաս, որոնցից 2-ը սեփական, 1-ն ընդհանուր համատեղ սեփականություն։ Հարությունյանին է պատկանում նաև 1 սեփական պահեստ։ Ուժը բացառել է համագործակցությունը իշխող ուժի հետ, հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից։ Ազատ դեմոկրատներ կուսակցության թեկնածու Վահրամ Ազատյանն է, նա ևս Վաղաշապատ քաղաքում է ծնվել։ Խաչատուր Քոքոբելյանի կուսակցությունից առաջադրված թեկնածուն Ավա Գրանիտ ՓԲԸ-ի կառուցապատող ընկերության աշխատակից է։ Ազատյանը 5-րդ համարի տակ է հանդես գալիս։ Նա հայտարարել է սեփական 1 բնակելի տուն եւ սեփական մարդատար 1 մեքենա։ Վաղաշապատի ղեկավարի ընտրության 6-րդ համարը Ժառանգություն կուսակցությունն է, թեկնածուն Արկադի Փայտյանը։ Նա փոխգնդապետ է, ծնվել է զինվորականի ընտանիքում։ Հայրը, մայրը, եղբայրը, կինն ու եղբոր կինը ևս զինվորականներ են եղել։ Թեկնածուն հանդես գալով Ժառանգություն կուսակցությունից իր թիմում ներառել է նաև գեներալ Մանվել Գրիգորյանի դուստր Այծեմնի Գրիգորյանին։ Հիշեցնենք, կուսակցության ղեկավարը Ռաֆի Հովհաննիսյանն է։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն է Արցախի հերոս Մեխակ Մեխակյանի որդի Արգիշտի Մեխակյանը։ Նա Արագած գյուղում է ծնվել, 39 տարեկան է։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո դեկտեմբերին ընտրվել է ազգային ժողովի падգամավոր իշխող ուժի կուսակցությունից։ 1 տարի անց վայր է դրել մանդատն ու նշանակվել Արմավիրի մարզպետի տեղակալ։ Արդեն 2024-ին նա էր մարզպետը։ 2025 թվականի հուլիսի 15-ից Վաղաշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է թիմակից Դիանա Գասպարյանի վերաբերյալ սկանդալային դեպքերից ու հրաժարականից հետո։ Մեխակյանը հանդես է գալիս 7-րդ համարի ներքո։ Քաղաքական վերջին ուժը, որը հանդես է գալիս 8-րդ համարով, Հայրենիք կուսակցությունն է։ Թեկնածուն բանաստեղծ պատերազմում որդի կորցրած Խաչիկ Մանուկյանն է։ Նա թեկնածուներից ամենաավագն է, 61 տարեկան։ Էջմիածին քաղաքում է ծնվել, եղել է քաղաքապետարանի մշակույթ միացյալ տնօրենության գլխավոր տնօրեն։ 1991 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Թեկնածուն Բարձուն Քմերն է, տղերքը չկան բանաստեղծության հեղինակն է։ Խաչիկ Մանուկյանը բացառել է համագործակցությունն իշխող ուժին եւ նրան հարող արբանյակներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն Վաղաշապատ խոշորացված համայնքի ավականու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70,022 մարդ։ Ընդհանուր առմամբ Վաղաշապատ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում ընտրությունների օրը կբացվի 47 ընտրատեղամաս։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանը, հաջորդ թողարկումը կլինի այն ժամանակ, երբ ավարտվի ձայների հաշվարկը։ Այնպես որ շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Կհանդիպենք առայժմ։